Եվ նրա մոտ ուղարկեցին փարիսեցիներից ու հերովդեսականներից ոմանց, որպեսզի նրան որսային խոսքով։ Եվ նրանք եկան եւ նենգությամբ հարց էին տալիս նրան. Վարդապետ, գիտենք, որ ճշմարտասեր ես եւ ոչ ոքից չես քաշվում, քանի որ աչառություն չես անում մարդկանց միջև, այլ ճշմարտությամբ Աստուծո ճանապարհն ես ուսուցանում։ Արդ ասա մեզ, օրինավոր է արդյոք հարկ տալ կայսրին, թե ոչ, տանք, թե չտանք։ Եվ Հիսուս տեսնելով նրանց կեղծավորությունը պատասխանեց. Ինչու եք ինձ փորձում, կեղծավորներ, ինձ մի դահեկան բերեք, որ տեսնեմ։ Եվ բերեցին, ու Հիսուս նրանց պատասխանեց. Ում պատկերն է կամ գիրն է այս։ Եվ նրանք պատասխանեցին կայսրինը։ Եվ Հիսուս դարձավ ու նրանց ասաց. Արդ գնացեք եւ տվեք կայսրինը կայսրին եւ Աստծունը Աստծուն։ Եվ նրանք զարմացած էին Հիսուսի վրա։ Չարմշակների առաքից անմիջապես հետո Մարկոս ավետարանիչը մեզ է ներկայացնում շատ հետաքրքիր մի դեպք, որ կարող են գտնել նաև մյուս ավետարանիչների մոտ։ Քրիստոսին մոտենում են փարիսեցիներից եւ հերովդեսականներից ոմանք։ Շատ հետաքրքիր է, որովհետեւ փարիսեցիները եւ հերովդեսականները միմյանց արմատապես հակառակ մտածողություն ունեցող մարդիկ են։ Փարիսեցիներն ու հերովդեսականները իրար հետ գործ չէին կարող ունենալ։ Բոլոր փարիսեցիները Հերովդեսին տանել չէին կարող, որովհետև Հերովդեսը նախ ամբողջությամբ մաքուր զտարյուն հրեա չէր, կիսով չափ հրեա էր, կիսով չափ հռոմեացի էր, բայց իր կարճ խելքով փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի հրեաները իրեն սիրեին, չէր ստացվում, փորձում էր օրինակի համար տաճարը բարեզարդել, փորձում էր երեսաղում նույնիսկ ջրի ոռոգման համակարգ անցկացնել, բայց գումարը վերցնում էր տաճարից եւ վճարում էր պարզ հրեաների։ Ինչևէ, Հերովդեսը լավ համբավ չուներ։ Եվ երբ որ ասում է ավետարանիչը, թե հերովդեսականներն էլ Հերովդեսի տան ծառաներն էին, Հերովդեսի պալատի մարդիկն էին։ Ինչպես Հերովդեսը, այդպես էլ Հերովդեսի պալատի բոլոր ներկայացուցիչները ամեն ինչ անում էին, որպեսզի շողոքորթեին նաև Հռոմին։ Երկու կողմի վրա խաղ էր անում Հերովդեսը, փորձում էր հաճելի լինել եւ հրեաներին, եւ Հռոմի կայսրությանը, ինչը անհնար պիտի լիներ, որովհետեւ ի վերջո հրեաները չէին հանդուրժում հռոմեացիների իշխանությունը։ Եվ վերջո իրենք ստիպված էին Հռոմի իշխանության տակ, բայց ամեն հնար փնտրում էին այդ իշխանությունից ազատվելու համար։ Իսկ Հերովդեսը փորձում էր երկու կողմն էլ պահել իրեն հարազատ, ինչը չէր ստացվում իր մոտ։ Փարիսեցիները հերովդեսականներին տանել չէին կարող, որովհետև սրանք մարդիկ էին, ովքեր հեռու էին հրեականությունից, ովքեր իրենց ամբողջ կենցաղով, վարքով, բարկով հռոմեական կայսրության քաղաքացու պես էին պահում իրենց։ Իրենց պահում էին հելլենական մշակույթը կրող մեկի պես եւ ոչ թե հրեական կամ սեմական մշակույթի ներկայացուցչի պես։ Բայց Քրիստոսին մեղադրելու համար, Քրիստոսին, ինչպես ավետարանիչները ասում են, խոսքով որսալու համար, այս երկու կողմն էլ միանում են, ինչպես այլ դեպքերում էլ ավետարանում պիտի տեսնենք։ Երկու կողմն էլ մոտենում են եւ միանում են եւ գալիս են Քրիստոսին խոսքով որսալու ու նենգաբար իրենց հարցն են տալիս, ասում են թե վարդապետ։ Նայեցեք, այս երկու կողմի համար էլ Քրիստոս վարդապետ չէր։ Քրիստոս իրենց համար վարդապետ չէր, որովհետեւ մի փոքր առաջ նույն Մարկոսի ավետարանում մենք տեսնում ենք, թե ինչպես Սինեդրիոնից եկած մարդիկ հստակ կերպով փորձում են ցույց տալ, որ Քրիստոս չէ, փորձում են ցույց տալ, որ Քրիստոս Մեսիան չէ, եւ հետեւաբար ինչպես կարող էին իրեն վարդապետ ընդունել։ Ուրեմն դիմելու ձևի մեջ արդեն իսկ կա կեղծավոր տոն, կա շողոքորթություն, կա նենգ միտք, եւ ասում են թե վարդապետ, մենք գիտենք, որ դու ճշմարտասեր ես։ Իրենք սրան չէին հավատում։ Զարմանալիորեն իրենք փորձում էին շողոքորթած լինել եւ փորձում էին ասել այնպիսի բաներ, որոնք որ չկար իրականում իրենց պատկերացման մեջ։ Այնինչ ստացվում էր հակառակը։ Իրենց պատկերացրած կեղծ խոսքերի մեջ, շողոքորթության մեջ իրենք բարձրաձայնում էին կատարյալ ճշմարտություն, որովհետև իսկապես Քրիստոս վարդապետ էր, իսկապես Քրիստոս ճշմարտասեր էր, ոչ ոքից չէր քաշվում, որովհետև մարդկանց մեջ աչառություն չէր անում։ Եվ իրապես Քրիստոս ուսուցանում էր Աստուծո ճանապարհը, ինչպես որ հենց փարիսեցիներն ու հերովդեսականներն էլ ասում են։ Եվ հարցը տալիս են շողոքորթության այս նախաբանից անմիջապես հետո ասում են թե այսքանը մենք քեզ ասեցինք վարդապետ։ Եվ ահա, ասա մեզ խնդրում ենք, ինչ անենք, օրինավոր է կայսրին հարկ տալը, թե ոչ, տանք թե չտանք։
Թվում է թե պարզ հարց է տրվածը, բայց եթե մի փոքր հետ դառնանք հրեական պատմության մեջ տեղի ունեցածը տեսնենք, ապա պարզ կդառնա, որ այնքան էլ պարզ չէր, սովորական մի բան չէր իրենց հարցրածը։ Հերովդես մեծի մահվանից հետո ամբողջ Պաղեստինը բաժանվում է իր զավակների միջև։ 3 մասի է հիմնականում բաժանվում։ Հերովդես Անտիպաս, Հերովդես Փիլիպոս եւ Արքեղայոս։ Դեպքերը տեղի ունենում Արքեղայոսի տիրույթում, Հուդայի երկրում։ Ուրեմն եւ երբ որ հարցը տալիս են, իրենք լավ գիտեն, թե նախորդ պատմության նախորդ էջերում ինչ են տեղի ունեցել։ Երբ որ Հռոմը իր իշխանության տակ ընկած երկիր էր պահում, այդ երկիրը կարող էր երկու կարգավիճակ ունենալ։ Կային երկրներ, որոնք որ հռոմեական կայսրության մեջ խաղաղ էին եւ այնտեղ հատուկ զորքեր չէին մտնում, այդ երկրների մեջ ընդհանրապես Հռոմի կողմից մեկը նշանակվում էր եւ ղեկավարում էր, բայց կային տարածքներ, ինչպիսին որ Հուդայի երկիրն էր, ինչպիսին որ այն վայրներ, որտեղ որ այս քննարկումները տեղի ունենում, որտեղ որ անդադար ըմբոստություններ էին լինում, ընդվզում էր լինում։ Օրինակի համար հենց Հուդա Գալիլեացի անունով մեկը անմիջապես Քրիստոսից երևի թե 25-30 տարի առաջ մեծ ընդվզում բարձրացրեց, որովհետև ինքը պայքարում էր հռոմեական հարկերի դեմ։ Ինքը դեմ էր, որ որևէ այլ ազգ կարողանա իրենցից հարկ վերցնել, իրենք միայն ուզում էին հարկ վճարել տաճարին, իրենք միայն ուզում էին վճարել այն հարկը, որը որ պիտի պատկաներ Տիրոջը։ Եվ այդ ընդվզումը անշուշտ Հռոմի կայսրությունը շատ արագ մարեց այդ ընդվզումը, Գալիլեացուն էլ սպանեցին, բայց ընդհանուր իրենց մոտ միջավայրը մթնոլորտը այսպիսին էր, ոչ մի հարկ, ոչ մի դրամ, ոչ մի դահեկան հռոմեացիներին չէին ուզում տալ, ամեն ինչ կանեին, որպեսզի չտային։ Հիմա երբ որ Քրիստոսին հարց են տալիս, կայսրին հարկ տանք, թե չտանք։ Եթե Քրիստոս ասեր, որ այո, պետք է կայսրին վճարել, կայսրին հարկը տալ, եթե միայն այսքանը ասեր, ուրեմն մարդկանց առաջ Քրիստոս պիտի ամոթով մնար, որովհետև մարդկանց մեջ տրամադրությունը, պարզ ժողովրդի մեջ տրամադրությունն այն էր, որ պետք չի հարկ տալ, որ Հուդա Գալիլեացի անունով մեկը ունենք, որ վեր կացավ, ընդվզեց, կռիվ տվեց, մենք էլ պիտի ամեն ինչ անենք, որ չտանք այդ հարկը։ Ուրեմն նշանակում է, ինչ որ մեկը մեր ազգի վրա, մեր ընտրյալ ժողովրդի վրա իշխանություն ունի, չէ որ մենք միայն տաճարին պիտի վճարենք, եւ այլն եւ այլն։ Այսինքն պարզ ժողովրդի մոտ Քրիստոս պիտի ամոթով մնար։ Իսկ եթե ասեր, որ ոչ, չվճարել, պետք չի կայսրին վճարել, այդ դեպքում պարզ ժողովրդի գործառույթը մի կողմ էր դրվում, պարզ ժողովրդի հանգամանքը մի կողմ էր դրվում եւ հերովդեսականներն ու փարիսեցիները գնում էին անմիջապես Պիղատոսի մոտ, ասելով, որ տեսեք, Հիսուս անունով մեկը կա, որը մարդկանց մեջ մտքեր է առաջացնում, մարդկանց մեջ ցանկություն է առաջացնում կայսրին տրվելիք հարկը չվճարելու։ Ընդհանրապես հարկերի բազմաթիվ տեսակներ կային։ Բոլոր երուսաղեմացիները, բոլոր հրեաները պարտավոր էին 1/10 վճարել պետությանը, իրենց այգուց, իրենց ցորենի արտերից, դաշտերից 1/10, գինու 1/5 պետք է վճարեին, յուրաքանչյուր մեկը Հռոմի կայսրության ենթակայության տակ եղած երկրներից, յուրաքանչյուր մեկը այդ ազգություններից պետք է նաև 1% իր ամբողջ շահույթի վճարեր, եւ սրան էլ գումարած պիտի վճարեր նաև շնչահարկ, ամեն մի շունչի համար առանձին հարկ կար։ Այսինքն բազում հարկեր կային իրականում եւ ինչ որտեղ կարելի էր հասկանալ նաև հрьяաների այդ արդեն հագեցած լինելը, այդ հարկերից հոգնած լինելը կարելի էր հասկանալ։ Եվ այս հանգամանքը օգտագործելով փորձում են Քրիստոսին ծուղակը գցել, փորձում են որսալ։ Բայց այն ինչ պատասխանում է Քրիստոս, բավարար է լինում, որպեսզի երկու կողմն էլ ուղղակի բան չունենա ասելու։ Քրիստոս նախ ասում է, որ իրեն բերեն մի դահեկան։ Թվում է այստեղ արտարոց ոչինչ չկա, եւ իսկապես այդպես է, արտարոց ոչինչ էլ չկա, Քրիստոս պարզ դահեկան է ուզում, բայց սա մեզ հասկացնել է տալիս, որ նույնիսկ մի դահեկան Քրիստոսի գրպանում չկար։ Քրիստոսի գոտու մեջ եւ այն ժամանակ հին աշխարհում գոտու մեջ էին դրամները պահվում, որտեղ գոտին ինքը բավական լայն էր եւ կարող էր ծալվել, դրամը պահում էին, կոպեկները պահում էին այդ գոտու մեջ։ Քրիստոս դահեկան չուներ, մեկ դահեկան անգամ դրամ իր գոտու մեջ չկար։ Հետաքրքիր է սա։ Եվ երբ որ բերում են այդ դահեկանը, Քրիստոս իրենց պարզ հարց է տալիս, ասում է, թե ումն է այս պատկերը կամ գիրը։ Քրիստոսի ժամանակ Տիբերիոս կայսեր պատկերով էին հռոմեական դրամները։ Դրամի մի կողմի վրա ներկայացված էր Տիբերիոս կայսրը եւ հակառակ կողմի վրա գրված էր Տիտրոսը կայսրի։ Եվ երբ որ Քրիստոս հարցնում է, թե այսում պատկերն եւ այսում գիրն է, պարզ
մարդիկ ասում են, փարիսեցիներն ու հերովդեսականները շատ պարզ ասում են, որ կայսրինն է։ Եվ Քրիստոս իրենց պատասխանում է, դե այդ դեպքում, եթե կայսրինն է, ուրեմն գնացեք եւ կայսրինը տվեք կայսրին, իսկ Աստծունը Աստծուն։ Եվ սրա վրա զարմացան փարիսեցիներն ու հերովդեսականներն ու գնացին։ Անշուշտ պիտի զարմանային, որովհետեւ անելիք չունեին այլևս։ Ելք չէին կարողանում գտնել, թե այդ իրավիճակից ինչպես դուրս գան, որպեսզի նորից ծուղակ գցեն, բայց չկարողացան ու թողեցին եւ հեռացան։ Ընդհանրապես հին աշխարհում որևէ երկրի տիրակալ առաջնորդ, կայսր, եթե հարձակվում էր, գրավում էր մեկ այլ տարածք, մեկ այլ երկրի տարածք, սովորությունն այս էր, եթե ինքը պետք է ցույց տար, որ իշխանությունը հաստատվել է, ինքը հատում էր դրամներ։ Իր հատած դրամները ստիպում էր, որ շրջանառության մեջ մտնեին նաև գրաված մնացած տարածքներում։ Այսինքն շատ կարճ եթե ասելու լինենք, դրամը խորհրդանշում էր իշխանությունը։ Տվյալ թագավորի, կայսրի կամ իշխանի իշխանությունն էր խորհրդանշում, իր ուժն էր խորհրդանշում։ Եվ հին աշխարհից սկսած մարդիկ շատ լավ գիտեն, որ դրամը պատկանում է պետությանը, դրամը պատկանում է կայսրին։ Եվ շատ ավելի կարևոր է իր խոսքի երկրորդ մասը, որտեղ ասում է, թե իսկ Աստծունը Աստծուն։ Իսկ ո՞րն էր Աստծունը։ Ինչն էր պատկանում Աստծուն։ Եթե դրամը կայսրին էր, եթե դրամի վրա կայսեր պատկերը կար, ապա Աստծունը մարդը ինքն էր։ Պարզ մարդը, որ ուներ Աստծո պատկերն ու նմանությունը, ինքն էլ պատկանում էր Աստծուն։ Քրիստոսի այս խոսքը, թե գնացեք, կայսրինը տվեք կայսրին եւ Աստծունն էլ Աստծուն, շատերը շատ խելացի կերպով ճշմարտացիորեն փորձեցին այս խոսքի մեջ տեսնել հավասարակշռված վերաբերմունք, քրիստոնյայի հավասարակշռված վերաբերմունքը եւ աշխարհիկ իշխանությանը եւ աստվածային իշխանությանը, որովհետեւ քրիստոնյան աշխարհիկ իշխանությունը մերժող մեկը չէ, քրիստոնյայի համար աշխարհիկ իշխանությունն էլ Աստծո կողմից դրված իշխանություն է, Աստծո կողմից նախամտածված, կանխամտածված բան է, պետություն ունենալը, երկիր ունենալը, որից պետք է օգտվել, առանց որի շատ մեծ հնարավորություններից կարելի է զրկվել։ Եթե կայսրինը կայսրին տալու եւ Աստծունը Աստծուն տալու այս խոսքը փորձենք ընդհանուր մակարդակից բերել դեպի անհատական դաշտ, ապա յուրաքանչյուրիս կյանքում էլ մենք մեզանից շատերը այս աշխարհի մեջ ապրող մարդիկ ենք։ Եվ շատ անգամ պիտի այլ հնար չունենանք, քան աշխարհի օրենքների հետ հաշվի նստելն է։ Որովհետև եթե դու աշխարհի մեջ ես ապրում, եթե դու ունես աշխատանք, պրոֆեսիոնալ զբաղվածություն, մասնագիտական զբաղվածություն, եթե դու ունես պարտավորություններ, հանձնառություններ եւ այլ, դու նաեւ այդ աշխարհի մեջ պարտավոր ես ճիշտ կողմնորոշվել եւ այդ աշխարհի մեջ պարտավոր ես ճիշտ գործել։ Այլ կերպ եթե ասելու լինեմ, ես ինքս ամուսնացյալ հոգեվորական եմ, ես ինքս ամուսնացյալ քահանա եմ։ Եվ երբ առիթ եղավ, մի զրույցի ժամանակ ասեցի, թե կիսով չափ ես աշխարհիկ մեկն եմ։ Սա չի նշանակում, որ ես հոգեվորական չեմ, սա չի նշանակում, որ ես ձեռնադրություն կամ օծում չունեմ, բայց ես ունեմ կին, ես ունեմ երեխաներ, ես ունեմ տուն, ես ունեմ աշխարհի մեջ անելիք նյութական պարտավորություններ, որոնցից փախչել չեմ կարող, որոնցից փախչել պետք էլ չի, որոնք պետք է պահպանել, որոնց համար պետք է աշխատել, ջանք թափել։ Ուրեմն ես ունեմ կայսրին տալու բաժինը եւ ես ունեմ Աստծուն տալու բաժինը։ Պետք չէ մոռանալ, որ Քրիստոս հենց ինքը հավասարակշռված վերաբերմունք է ուզում պարզ մարդկանցից կայսրին տրվելիքի եւ Աստծուն տրվելիքի վերաբերյալ։